Խորհրդունի այսօրը ձեզ համար ինչու եք եկել, ինչու եք այստեղ։ Ես առաջի անգամ չէ ու ամեն հնարավոր բոլոր առիթներին աշխատում եմ գալ ու այսօրվա խորհուրդը շատ ավելին է, քան կարող էր սպասել։ Ես ուղղակի հուզվում եմ այսքան ժողովուրդ տեսնելով այսօր։ Երևի այս մի բան է, մի պատասխան նրան, որ եկեղեցին երբեք չի կարելի համեմատել ուրիշ ոչ մի բանի հետ։ Գիտեք, որ այսօր նաև ի աջակցություն Մայրաթորի եւ Վեհապար Հայրապետի երթ է իրականացվում։ Ինչ կարծիք ունեք այդ մասին, պետություն, իշխանություն եւ եկեղեցի հարաբերությունների։ Ինձ թվում է, որ մեկը մյուսին չխանգարի, մեկը մյուսին սատար լինի։ Երբ պետք է եղել մեր եկեղեցու, մեր սրբազանների խաչը սուր է դարել։ Ու ժողովրդի կողքին իրանք միշտ կանգնել են ու այսօր պետք չէր այդ մտցնել ժողովրդի մեջ, ժողովրդին ու եկեղեցուն պառակտել հնարավոր չի։ Մեր եկեղեցին կա, մեր թիկունքին է, մենք էլ իրա։ Ձեր կարծիքով որտեղից է գալիս Նիկոլ Փաշինյանի այդ մոտեցումը Վեհապար Հայրապետի նկատմամբ։ Ինչն է պատճառը, որ սկսվել է այս արշավի եկեղեցու դեմ։ Դե գիտեք, երևի թյուրիմացությունը 7 տարի առաջ սկսվեց, այսօր պետք չէ դնել ու բարձրացնել։ Այդ 7 տարի առաջ այն ինչ որ սխալ եղավ ու մեր ժողովուրդը չգիտակցեց ինչ է անում, այսօր դրա արդյունքներն են քաղում։ Ուրիշ ոչ մի բան, թե չէ շատ բան կարող եմ ասել, բայց